2018 թվականին Լիդիան ինձ դատի տվեց Facebook-յան իմեջում գրառման համար, պահանջը հերքելն է այդ գրառման մեջի ասածները ու $1 միլիոն փոխհատուցում իրանց, այսինքն արդեն 7 տարի է դատը գնում է։ Մի անգամ առաջին ատյանը իրանք հաղթեցին, մենք դատավորին ինքնաբացարկ հայտարարեցինք, որովհետև դատավորը մի քիչ այդքան էլ անաչառ չէր թվում, բողոքարկումը ընդունվեց, գործոնորից գնաց առաջին ատյան, հետո ես հաղթեցի առաջին ատյանը, հիմա Լիդիանը բողոքարկել է վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը, իրանց օգտին վճիռ է կայացրել, մենք հիմա նորից բողոքարկել ենք, արդեն վճռաբեկ դեռ սպասում ենք պատասխանին, որ Լիդիանը դատի էր տվել ինձ, որպես հայցի ապահովման միջոց դատարանին դիմել էր, որ ինձ արգելեն Լիդիանի մասին որևէ բան ասեմ, խոսամ, գրեմ մինչև դատի ավարտը ու դատավորը, այդ նույն դատավորը, որ իմ դեմ որոշում էր կայացրել, այդ դատավորը ընդունել էր այդ հայցի ապահովման միջոցը, այսինքն ստացվում է իմ լեզվի վրա կալանք էին դրել, որ ես պետքա չխոսամ մինչև դատը դեռ չի եղել, այսինքն որոշված չի էդի զրպարտություն չի, թե ինչա, բայց արդեն նախօրոք ինձ զրկում են խոսքի իրավունքից, խոսքի ազատությունից, հետո մեր փաստաբանը բողոքարկեց, վերացրեցին այդ հայցի ապահովման միջոցը։ Լևոնին Գալստյան դատի էին տվել իր արտահայտությունների համար, հետո իմ գրառման մեջ գրած էր, որ ինձ էլ դատի տվեք, ես էլ եմ կրկնում այդ ասածները ու մի քանի կետով բաներ էի նշել իրանց վերաբերվող ու դրա վերաբերել դատի են տվել, բայց ոնց որ այդ բոլորը կարա լինի ուղղակի իմ որոշ տեղեր օրինակ գրում եմ, որ ես կասկածներ ունեմ, որոշ տեղեր դա իմ կարծիքն է, որոշ բաներ հիմնված են օրինակ հրապարակումների վրա, մեդիայից կամ ուրիշ տեղերից, այսինքն այդ բոլոր ասածներս հիմք ունեն էլի կամ գնահատողական դատողություն են, այնպես չի որ ինչ-որ հենց զրպարտող ինչ-որ բաներ եմ գրել, ուղղակի այդ տարբերակը, այդ միջոցը, որպեսզի ակտիվիստներին վախեցնեն ու լռեցնեն ու նաև ոչ միայն ակտիվիստներին, մյուսներին ցույց տան, որ տեսեք ձեր հետ ինչ կլինի, եթե դուք հանկարծ խոսակ այս թեմաներով։ Այսինքն այս ուղղակի մեզ լռեցնելու տարբերակ է, բայց իմ դեպքում դա չաշխատեց, որովհետև ես լռել շարունակել եմ խոսալ, բայց այսինքն եթե դատարան ապահովեր այդ հայցի ապահովման միջոցը, ես խնդիրներ էի նաև ունենալու, որովհետև ստացվում է, որ իմ լեզվին կալանք են դրել ու ես իրավունք չունեմ դրա մասին խոսալու դատանի որոշմամբ, ինչը աբսուրդ է ու ինչը լրիվ մարդու իրավունքների խախտում է։ Դատերը համ մեզնից ֆինանսական ռեսուրսներ են խլում, համ ամեն դեպքում հոգեբանական, որովհետև ամեն անգամ դատին գնալ, հետո այդքան փող ծախսել փաստաբանի համար եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը ջլատում է մարդուն ու սպառում է ու այն որ ինչ որ մի պահի ասում ես դա հերիք է էլի, բայց իրենց նպատակն էլ է դա որ մարդիկ հոգնեն ու չուզենան մտնեն այդ դատական քաշքշոկների մեջ, բայց իմ բախտը բերել է այնքանով, որ լավ փաստաբան ունեմ ու ոնց որ ես շատ չեմ խառնվել այդ դատական գործերին, այսինքն ինքը հիմնավորված, փաստարկված ամեն ինչը արել է, ներկայացրել է, ինչը չէի ասի Լիդիանի փաստաբանների մասին, որ մի քանի անգամ իրենց դատին, որ մասնակցել եմ, իրենց փաստաբանների ելույթները լսել եմ, շատ անհիմն, անիմաստ ինչ-որ բաներ են խոսում ու շատ դեպքերում են, որ չգիտեն ինչ խոսան, ուղղակի այնքան, որ դատի են տավել, դատի տալու համար, ոնց որ իրանց ասածները փաստարկված չեն, իսկ երբ որ դու փաստարկված ներկայացնում ես, այն որ դրան պատասխան ինչ-որ մի անկապ բան են էլի պատասխանում, որ ընդհանրապես կապ չունի այդ գործի հետ, փորձում են ինչ-որ տենց հարցեր տալ ուրիշ ուղղությամբ շեղել գործը, որ էլի կապ չունի այդ քո ասածների հետ կամ քո հիմնավորումների հետ։ Որ մեկին դատի են տալիս, առաջինը լավ փաստաբան գտնելն է, որովհետև մինչև էս իմ փաստաբանին գտնելը ես մի անհաջող փորձ ունեցել եմ
ու իրանց գրած վատ նամակի պատճառով հետո մենք երկար փորձում էինք ուղղենք այդ սխալները այս նոր փաստաբանից հետ, այսինքն իրանք ավելի վատացրին գործը այդ բանով ու հա ամենակարևորը լավ փաստաբան գտնելն է ու քո իրավունքները մի քիչ ուսումնասիրելն է ու չվախենալը, որովհետև ինչ ա լինելու, այսինքն վերջում քեզ տուգանելու են մեկը, ուրիշ ինչ-որ բան չի լինելու, իսկ եթե դու ակտիվիստ ես, հաստատ լիքը մարդիկ կարան քեզ օգնեն այդ ֆինանսական բեռը թեթևացնեն, այսինքն մենակ քո վրա չի մնա էդի ու բարձրաձայնելը։ Մարդիկ կան, որ վախենում են բարձրաձայնեն, մարդիկ կան, որ չեն, սենց բան են անում, բայց ամենակարևորը բարձրաձայնելն է, լավ փաստաբան գտնելն է ու չվախենալն է, որովհետև դատերի իմաստը մարդկանց վախացնելն է։ Եթե մենք չենք վախենում, դատերը անիմաստ են դառնում։ Իսկ նախադեպ է ստեղծվում, որ հա ինչ դատի տվիր հետո։ Ու այսինքն իրանց նպատակը վախացնելն է, դու չես վախանում, հետո։ Ինչ է իրանց հաջորդ քայլը լինելու։ Անընդհատ դատի տան, հետո։ Դու շարունակում ես քո գործունեությունը։ Հիմա օրինակ եթե մենք վճռաբեկնել որոշումը թողի նույնը, ես մինչև մարդու իրավունքների Եվրոդատարան գնալու եմ այս գործով, որովհետև այս իմ իրավունքների խախտումը, այս իմ ազատ խոսքի սահմանափակումը։ Այսինքն այս դեպքում էլ ես չեմ կանգնելու ու չեմ պատրաստվում վախենամ ու ինչ որ բան անեմ, էլի իրանց ուզածին տրվեմ։